Տիկին Մելոյան, կասեք դուք ինչու չեք վստահում այսօրվա իշխանություններին։ Ես առաջին հերթին մասնագիտական արժանապատվությունից ելնելով կարծում եմ ոչ հենց իրավաբան լինելով ունեղ մասնագիտությամբ սահմանադրագետ ամենաշատ ոտնահարված բնագավառներից է ու ցավոք սրտի այսօր էլ առերեսվում ենք մի իրավիճակի, երբ իշխանությունը խաղաքարտ է դարձրել մեր սահմանադրությունը եւ ոչ միայն խաղաքարտ է դարձրել, արդեն մեր երկրի վարչապետը խոսում է տարածաշրջանային նշանակության սահմանադրության մասին։ Սա ուղղակի ուղերձ է առ մեր թշնամիներ եւ առ մեր հանրություն, որ պատրաստվում են մեր հիմնարար օրենքը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող, որը կոչված է սպասարկելու հայ ազգի շահերը, հայոց պետականության հիմունքները սահմանելու, որում սահմանված են մեր համազգային նպատակներն ու պետական սկզբունքները, ներառական դարձնել ու այնտեղ սահմաննել ինչ-որ այլ պետությունների շահեր, սա ուղղակիորեն հակասում է մեր պետության ինքնիշխանությանը ու թե իրավական անվտանգության խնդիր է, թե ազգային անվտանգության խնդիր է, ու սա ընդամենը հերթական մի դրվագն է ու հերթական նոր սպասելիք աղետն է այն ամբողջական շղթայում, որին հերթականությամբ առերեսվում ենք։ Այսօր մենք մի իրավիճակում ենք ապրում, երբ ունենք թշնամու զինված ուժերի ներկայություն Հայաստանի Հանրապետության 4 մարզերում, արդյունքում խախտված է մեր տարածքային ամբողջականությունը, մենք ունենք իրավիճակ, երբ մեր ռազմագերիներն են գերիները եւ Արցախի Հանրապետության ռազմական ղեկավարությունը գտնվում են գերության պայմաններում ու մեր իշխանությունը որևէ գործընթաց չի մեկնարկում ու չի աջակցում նրանց հետ վերադարձման գործընթացին ու գերիների ֆիզիկական առկայության պայմաններում ինչ-որ չակերտավոր խաղաղության դարաշրջան է մեզ քարոզվում, երբ ծայր աստիճան միակողմանի զիջման process-ի մեջ են գտնվում եւ մինչ օրս փաստարկված իրենք նոր սահմանադրության օրակարգ են թելադրում, խաղաղության դարաշրջան են թելադրում։ Այն իշխանությունը, որը եկել է իշխանության շահարկելով հանրության անվստահությունը նախկին իշխանությունների նկատմամբ ու այս չափ հանրային հաշվետվողականության ինստիտուտի խեղաթյուրում որևէ իշխանություն իրան թույլ չի տվել։ Լրջագույն process-ները մարդկանց ցանկալի փաթեթավորմամբ ներկայացվում են առանց որևէ բովանդակության։ Ամեն ինչ տեղի է ունենում հայի թիկունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացուց բացարձակ տեղեկատվական վակուումի պայմաններում, այն դեպքում, երբ իրենք իշխանության ներկայացուցիչները մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից աշխատակիցներն ու ներկայացուցիչներն են եւ պարտավոր են հաշվետու լինել մեզ։ Իսկ մենք այսօր գտնվում ենք պայմանում, երբ ստիպված ենք կծկտուր տեղեկատվություն քաղել իրենց ելույթներից ու ամենաահավասիկ սարսափելին թշնամական օրակարգերից ու մամուլի ասուլիսներից։ Մելոյան, բայց ընդհանրապես ինչ ասել է տարածաշրջանային սահմանադրություն նման եզրույթ ընդհանրապես գոյություն ունի։ Անկեղծ ասած, հենց գործադիր իշխանության ղեկավարի հայտնի եզրույթից հետո ինքս որոնման մեջ եմ ու պատահական չէ, որ դասական առումով հենց այդպիսին գոյություն չունի, որովհետև դասական առումով յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր ազգ ունենում են իրենց սահմանադրությունները, իրենց առանձնահատկություններով պայմանավորված։ Սահմանադրությունը հիմնադիր բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ է, որում ամրագրվում են տվյալ պետության կառավարման ձևը, տարածքային կառուցվածքը, պետական ռեժիմը, այդ ամենը ամփոփված եւ շաղախված տվյալ ազգի շահերով, ավանդույթներով, ինչու ոչ նաեւ կենացային դրույթներով, որոնք տվյալ պետության հիմնադիր նախահայրերն են նախատեսել։ Ու պատահական չի, որ չել կարող սահմանադրությունը համընդհանուր նշանակություն ունենալ տարածաշրջանային, այն էլ մեր տիպի պետությունների պայմաններում, երբ մենք ունենք երկու թշնամի պետություն, հարևաններ, երկու փակ սահմաններ, ակնհայտ է, որ այդ թշնամական հարաբերությունները առկա են, որովհետև մենք շահերի բախում ենք ունեցել ու ընդհուպ մինչև պատերազմական իրավիճակում ենք դրանցից մեկի հետ գտնվում։ Այս պայմաններում որևէ կերպ
չի կարող հայկական շահից բխել տարածաշրջանային սահմանադրության գաղափարը եւ կրկին ընդգծում եմ դա իրավական անվտանգության, ազգային անվտանգության ու հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ուղղակի սպառնալիք է։ Տիկին Մելոյան, ձեզանից սկսած բազմաթիվ փորձագետներ են ահազանգում, որ ժողովրդի թիկունքում է տեղի ունենում գործընթացները։ Ժողովրդի իրավունքը ո՞րն է, այսինքն ինքը ինչ իրավունքներ ունի եւ ըմբոստանալու եւ դիմադրելու, որպեսզի մեր հեռուստադիտողներն էլ հասկանալի լինի իրենք ինչ իրավունքներ ունեն, որտեղ շատերը վախենում են, այսինքն մի փոքր ես կխնդրեի այս մասով մեկնաբանել։ Տեսեք, այս մասում այնքան շատ մեկնաբանելիք կա։ Սկսեմ տեսականից, ավարտեմ հենց պրակտիկ լուծումներով։ Հենց ժողովրդավարությունը, որը այս իշխանությունները մատի փաթաթան էին դարձրել ժողովրդի քվեն, ժողովրդավարության բաստիոն, հա, իրենց հարիր եզրույթները։ Ժողովրդավարությունը ենթադրում է հանրային հաշվետվողականություն եւ նախկինում վառ ընդդիմադիր լինելով այս քաղաքական ուժի ներկայացուցիչները մշտապես շահարկել են այդ հանրային հաշվետվողականությունը։ Դա տարբեր դրսևորումներ է ունենում, սկսած, որ իրենք պարտավոր են ցանկացած ֆինանսական հաշվետվություն ներկայացնել հանրությանը, ինչը իրանք եկան իշխանության ու օրինակ գաղտնի կերպով սկսեցին պարգևատրումներ անել, որպեսզի մարդիկ չիմանան աղմուկ չբարձրացնեն։ Ցանկացած գնումներ եւ այլն, որ պետք է երկրում թափանցիկ լինի, մեզ մոտ գաղտնի է։ Վերջացած հենց բանակցային գործընթացի վերաբերյալ, որոնք հանրային նշանակություն ունեն, ժողովրդին իրազեկելով եւ ինչու ոչ նաեւ հանրաքվեի արդյունքում ժողովրդի կարծիքը հայտնելով։ Մենք նաեւ չմոռանանք, հա, որ Տավուշում տեղի ունեցավ սահմանազատում, որը Հայաստանի Հանրապետության տարածք է, ու մեր սահմանադրությունը ուղղակի պահանջ ուներ հանրաքվե իրականացնելու։ Ինչ արեց ներկայիս իշխանությունը։ Իրենք ինչ որ զարտուղի իրավական միջոցներ հնարեցին հայտնի սահմանադրական դատարանի տխրահռչակ որոշման տեսքով, որոշեցին մեկնաբանել, որ որևէ կերպ տարածքային ամբողջականության մասին խոսք չի գնում ու խուսափեցին հանրաքվեից, այսինքն հերթական անգամ սևը սպիտակի վրա գրված նորմից խուսանավելով խուսափեցին հանրության կարծիքը հարցնելուց։ Ես համոզված եմ, եթե իրենք հնարավորություն ունենային, այդ հանրաքվեն ինչ նպատակով նաև արվեց, հա, նաև արվեց մեր անկախության հռչակագրին գնահատական տալու զարտուղի մեխանիզմ հնարելով, որպեսզի խուսափեն այդ հանրաքվեից, որովհետև կարծում եմ անկախ ինչպիսի գնահատականներ կտրվեն մեր քաղաքացիներին, մարդիկ ինտուիցիոն մակարդակով արդեն գալիք սպառնալիքները նկատում են եւ ես լիահույս եմ, որ իրենք որևէ կերպ չեն կարող հաջողելու կյանքի կոչել այդ հանրաքվե կոչվածը նոր սահմանադրության տեսքով, որովհետեւ տեսեք գալով իշխանության 18 թվականից ի վեր շուրջ 7 տարի օրակարգում արդեն 7 տարի իրենք իշխանություն են օրակարգում ունենալով սահմանադրական փոփոխությունները, այս քաղաքական ուժերը եւ որևէ պաշտոնյա գեթ մեկ դրույթ հողեղեն չեն ներկայացրել որպես օրինակ, թե ինչ են պատրաստվում փոխել։ Իրանք ունեն վարչապետի որոշում, իրենք ունեցել են երկու ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովներ եւ անգամ հայեցակարգ չեն ներկայացրել մեզ մասնագիտական հանրությանս, որպեսզի հասկանանք այդ ինչ են փոփոխում, կմախքային ինչ էական փոփոխություն են պատրաստում հրամցնել մեզ, որ այլևս նախորդ տարվանից էլ խոսք չի գնում սահմանադրական փոփոխությունների մասին։ Իրենք թևակողեցին նոր սահմանադրության ընդունման ժամանակաշրջան։ Իսկ այդ նոր սահմանադրությունը միակ դաշտում առկա տրամաբանական բացատրությունը այն է, որ բխում է մեր թշնամի պետությունների օրակարգից։ Ուրիշ որևէ բացատրություն շոշափելի օրինակով մեր իշխանությունները մեզ չեն ներկայացրել։ Մելոյան, տեսեք, խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, երբ արդեն իսկ հայտարարվեց, որ պատրաստ է ստորագրման եւ վերջին երկու կետերը միայն այսպես ասած պարզաբանվեցին, նշելով, որ մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրի ներկայությանը եւ մյուսը միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետ քաշումից։ Նախ ինչ վտանգ է իր մեջ պարունակում միջազգային ատյաններում, օրինակ Հայաստանի հայցեն դեմ Ադրբեջանի հետ քաշելու, քանի որ մենք տարատեսակ հայցեր ունենք ներկայացված, ընդհանուր մինչև առանձին ոչ
Տեսեք, այստեղ մենք կրկին շատ վատ դրության մեջ ենք գտնվում, մենք ասելով նկատի ունեմ մասնագիտական հանրությունից, որովհետև քանի որ մեզնից գաղտնի է process-ը պահվում, մենք պատկերացում չունենք, թե ինչքան խորն է գնացել ադրբեջանական կողմը եւ ինչքան խորն է գնացել մեր հայկական կողմը համաձայնելով պահանջներին։ Այդտեղ տարբեր շատ կարևոր է, թե ինչպիսի արտացոլում է ունենալու եւ ինչպիսի շրջանակ է ունենալու հրաժարումը հայցերից, որովհետեւ հնարավոր է պետք է հասկանանք արդյոք մինչեւ Արցախյան պատերազմի նկատի ունեն հայցերից հրաժարում, թե ողջ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում ներկայացված հայցապահանջների մասին է խոսքը։ Ու դիցուք պատկերացրեք, եթե լայնածավալ է այդ պահանջատիրությունից հրաժարումը, ոնց են պատկերացնում մեր իշխանությունները, արդյոք հայելային է, թե կրկին միակողմանի զիջման տիրույթում են գտնվում, որովհետև միակողմանի զիջման պարագայում սա ահռելի լուրջ վտանգների դաշտ է բացելու։ Ինչ տեսք են այդ վտանգները ունենալու, հետևյալ ձևաչափ խնդիրն է առաջ գալու։ Արդյոք Ադրբեջանը ստանձնելու է պարտավորվածություն եւս հրաժարվել պահանջատիրությունից, թե Ադրբեջանը հետ է քաշվելու եւ լրիվ նոր իրավական հիմքերով ներկանա միջազգային ատյաններին, որովհետեւ եթե մենք ընդունում ենք, որ այդ տարածքները ոչ թե մեր ազատագրածն են, այլ մենք զավթել ենք դրանք, այդ դեպքում Ադրբեջանը արդեն լիովին նոր իրավական հարթության վրա, լիովին նոր պահանջատիրությամբ, այդ թվում նաև նյութական միջազգային հարթակներով նախահարցակ է լինելու։ Եվ արդյոք մենք ունենք երաշխիք, որպեսզի կանխարգելենք այդ բնույթի գործընթացները ու գործունեությունը։ Ես շատ մտահոգ եմ ու իրականում դա եւս մի հատ ահռելի նոր հարթություն է հանդիսանալու, եթե ճշգրիտ կերպով չիրականացվի ադրբեջանական կողմի ագրեսիայի համար, իսկ ագրեսիան իրենք բավականին կոմպետենտ են կազմակերպում բազմաբովանդակ եւ լրիվ ձևով, թե դիվանագիտական դաշտում, թե ռազմական, թե քաղաքական եւ թե իրավական։